Եթե արդեն դիտել եք այս բլոգի առաջին հատվածը, ուրեմն գիտեք, որ Գոշավանքից ուղևորվեցինք դեպի Իջևան եւ Աչաջուր։ Մենք Գոշավանքից էսօր սկսեցինք, որտեղ Գոշը հենց արդարության մենք շատ ծրագրեր ունենք, որոնք նաև վերաբերում են առևտրի մեզ, էլի, փոքր առևտրի, հարկերի հետ կապված է, որը նախատեսվում չէ կանոնում, հարկերից կարող մենք հարկերի տեսակներ Այս վերջի փոփոխությունները պիտի վերացնենք, որը որ կրկնակի բան է, հարկի դուրքաչափը բարձրացրել է, հաշվետվական առումով էլ լիքը պահանջներ է դրել, մարդիկ իրանց գործողած դերը նրանց։ Մենք պետք է դա բերենք 2025 թվականի հունվարի 1-ի վիճակ։ Մեր երկրի բոլորի քննարկեք, վստահեք մեզ նաև դա ծանոթանակ, սա ամբողջ ծրագիրը չի ստեղ սեղմված է, այսինքն չեն կարող ամբողջը, որովհետև նաև մի բան Վարխային նստի, մեր կանգնելու ժամանակն է գուր նստելու, Վարխային։ Լավ է։ Վստահություն ներշնչում է, այս ուժը ձեզ վստահություն ներշնչում է։ Ես վստահ եմ, որ Հայաստանը երևի լավ ուժը կներկայացնի, որ վարչապետը լավ ուժ։ Ո՞վ է լավ ուժը։ Ով է կրոնը իր թեման ժողովրդին մտուց։ Հիմա դուք լսեցիք միասնության թևերին։ Համոզիչ էր ձեզ համար։ Դե լավ, լրիվին է կլսենք տնանք ոնց է։ Հա։ Կողմնորոշված չեք, հա։ Դուք ինչ կասեք։ Ոչ մի բան։ Ընտրություններով հետաքրքրված չեք։ Ինչու։ Հիմա Այնքան հետաքրքիր աչքերի գույն ունեք։ Ես հեչ չեմ տեսել այդպիսի աչքերի գույն։ Բայց ինչի ընտրություններով հետաքրքրված չեք։ Ինչպիսին է տեսնում ձեր աչքերը աշխարհը։ շատ լավ։ Լավն է տեսնում, դուք լավատես մարդ եք։ Այո։ Շնորհակալություն։ Հարոշության առաջին օրերի համար դեռևս կարող եմ ասել, որ հանրությունը առանձնապես հետաքրքրված չէ ընտրություններով։ Ինչու եք այդպես դժգոհ, Տիկին ջան։ Սա Իջևանի շուկան է։ Հիմա միասնության թևերի ներկայացուցիչները շրջում են քաղաքի կենտրոնով, հասել ենք, ես նրանց հետևելով հասել ենք արդեն քաղաքային շուկային, որը գտնվում է հենց Իջևանի կենտրոնում։ Ահա, իսկ սա հանրահայտ Իջևանի ծառի սունկն է։ Հիմա փորձեմ հասնել նորից կուսակցության ղեկավարների, այսպես շրջանցեմ ճանապարհը, հասնեմ նրանց եւ տեսնեմ ինչպես են մարդիկ ընդունում։ Հիմնականում լսում են եւ ոչինչ չեն ասում։ Ես նկատում եմ, որ մարդիկ ուղղակի լսում են եւ ոչինչ չեն ասում։ Ես ասում եի, որ գիտեք, մարդիկ լսում են ու ոչինչ չեն արձագանքում։ Կարծես հետաքրքրված չեն։ Ինչու է այդպես ձեր կարծիքով։ Դուք ընտրող եք, ձեզ իրանքը դուք եք, էլի դրա համար ձեզ հարցնում եմ։ Հարցնում եմ, դուք ինչու չեք արձագանքում, հետաքրքրված չեք։ Դե նենց հարց չունեք տալու օրինակ միասնության թևերին։ Չունեք հարց։ Ինչու։ Հարց չունեք։ Ես դա եմ հարցում, ասում ինչու եք չհետաքրքրված այս ընտրությունները։ Ես հետաքրքիր։ Իսկ այս կնտիկնոջը հետաքրքիր է։ Ձեզ հետաքրքիր են առաջիկա ընտրությունները։ Տեսնում եք, ոչ մեկին էլ չէ։ Շնորհակալություն։ Իհարկե հյուրերի ներկայությունը, հյուրերի արկայությունը ինքնին հետաքրքիր է, գոնե այդքանով մարդիկ ուղղակի նայում են շատ հարևանցի։ Ես ծանոթ եմ Իջևանին, գիտեք, չեմ խճճվի։ Իջևանին ես շատ ծանոթ եմ։ Ուզում եմ ցույց տալ այս գեղեցիկ շուկան։ Եվ հատուկ ուզում եմ շեշտել, որ Իջևանում ամեն ինչ հատուկ ավելի համեղ է, ասում են։ Մարդիկ շարունակում են իրենց առևտուրը, ոչ ոք չի մոտենում, որևէ հարց չի տալիս։ Դա մի փոքր
Գուցե քարոզարշավի առաջին օրն է եւ մարդիկ դեռևս հետաքրքրված չեն։ Բարև ձեզ։ Գիտեք քարոզարշավ այսօրվանից սկսվեց։ Հա, գիտեք։ Գիտեն։ Բայց մի բարև ձեզ։ Այսօր սկսվեց քարոզարշավը։ Ձեզ տվել են դուք բոլորին լսելու եք, ում եք ընտրելու, որոշել եք։ Չեք որ ընդհանրապես չեք մտածել։ Բա երբ եք մտածելու։ Հա, չգիտեք։ Կարևորն այն է, որ կան մտածելու պլաններ, դա արդեն փոքր բան չի, չէ՞, երբ որ մարդիկ որոշել են մտածել, ինչ է կարծում։ Դա լավ է։ Միանշանակ լավ է, այո։ Սա այսպես մեծ խանութ է, սուպերմարկետ է։ Բարև ձեզ, բոլորդ ստացաք քարոզարշավի առաջին օրը արդեն ծրագրեր ունեք ստացած։ Կարդում եք, հետաքրքրվում եք։ Հետաքրքրում ենք, Ինչ որ բան գիտեք Արման Թաթոյանի մասին։ ոչ, ճիշտ ասած ոչ։ Իսկ ում մասին ամենաշատ ինֆորմացիան դուք ունեք։ Դե Սամվել Կարապետյանից։ Սամվել Կարապետյանին լավ եք ճանաչում։ Այսինքն ոչ թե լավ եմ ճանաչում, ոչինչ էլի, Ստեփանագերտում գիտեն, ինքը հիվանդանոցը իր անվանին է, իր մամանի գիտեն։ Դա ձեզ այսպես ուրախացնում է, որ բարեգործություն է արել նա։ Բարեգործությունը ինչի ուրախացնում, շատ։ Շատ հասկացա, ձեր միտքը հասկացա եւ շարունակում եմ իմ ճանապարհը։ Մեկ-մեկ կարող են մեզ հանդիպել նաեւ ընտրություններով հետաքրքրված մարդիկ, տեխնատուներին ճանաչող մարդիկ, գոնե մեկին ճանաչող մարդ, ահա այդպես։ Հիմնականում մարդիկ լսում են, ինչ է ասում պարոն Թաթոյանը, չեն մերժում։ Որ գա մեր երկրին տեր կանգնի, թող մեր երկիրը ծաղկացնի։ Կապ չունի ով է, Հանուն մեր անձերը, հա, Հանուն հայրենիք, Հետո անձերը Արտուր կապ ջան։ չունի։ Կարևորը մտածեն հանուն հայրենիքի, մեր երկիրը զարգանա, մեր Հետո երկիրը։ Արտուր ջան, նայեք, այսօր նենց է, որ մի տեսակ ընտրության առաջ են դնում։ Չգիտեմ, բանը Ռուսաստան, Արևմուտք, այն միշտեր տես չպետք է, պետք է Հայաստանի շահերը լինեն, պետք է ամենակարևորը մեր հիմքում մեր երկրի շահերը։ Հայաստանամետ։ Այո։ Այդ մեդերը պետք է մեջից հանվի։ Ճիշտ։ Միայն լինի Հայաստանամետ։ Այ որ ասում մեր ժողովրդի իմաստուն է շատ որ Բայց որ այսքան պատտվեն մեծ համարատենտրի այա մեծ դեկտար է Ահա։ Ես պետք է ասեմ, որ ում մոտենում է Արման Թաթոյանը, համենայն դեպս նրան լսում են հանգիստ, չեն մերժում իր տված քարոզչական թերթիկը, բուկլետը եւ նույնիսկ եթե չեն ճանաչում, չունեն բացասական ինչ-որ նեգատիվ վերաբերմունք։ Հիմա տեսնենք, կարող ենք այստեղից դուրս գալ, տեսնենք, ահա, խնդրեմ, վերցնում եք, ուրախությամբ վերցնում են։ Կան մարդիկ, որ իրենք են մոտենում։ Արման Թաթոյանը ծանոթ է հանրությանը, հատկապես մարդու իրավունքների պաշտպան պաշտոնավարման շնորհիվ եւ խնդրեմ շատ շնորհակալ։ մարդու իրավունքների պաշտպան եղած ժամանակ դիմել եք իրեն, պատմեք այդ մասին, այսպես արագ։ Ուրեմն ապրիլյան պատերազմից հետո է, բանը տնից ստացվեց, որ իմ տղան, որ այդ ժամանակ Արցախը մեր եղել, ամեր արել։ Եկել էր, որ ծառայությունը վերջացրեց եկավ, բանը Մի խոսքով ծառայության կապած խնդիր էր առաջացել, հա։ Հա։ Անջատվեց։ իր բանը չէր զղջել, ինչպես ասել, Հա։ չգիտեմ ինչի, Ուսման վարձը։ Ուսման վարձը Հա, պետքա զեղչվեր, չէր զեղչվել։ ինքը հերակա էր սովորում, մեն հերականներ չէր, այդ մակարդակը չէր զղջվել։ Եվ դուք դիմեցիք մարդու իրավունքների պաշտպանին։ Դիմեցի երկու հարցով եւ վարձը զեղչվեց 50%-ով եւ մյուս տղայս քթի օպերացիա հարց կար 7 ամիս մարդու իրավունքների պաշտպանից զանգեցին եղել է երեխին ուղարկել եմ թե չէ ասին չէ 7-րդ ամսին նոր ստիպեցին քթի օպերացիան մարտոնիում արեցին շնորհակալություն Ես գիտեք մեր այդտենց պետք է լինի։ Մենք էլ որ նաև հիմա հայտ ենք ներկայացնել որ պատասխանատվություն ստանձնենք երկրի համար, ի՞նչն է նպատակը։ Որ այսպես տեսեք կապ չունենա
ընկերա, աղբերա, դուք ես ես չեմ ճանաչել, չէ։ Ոչ էլ իմացել եմ, հիմա եթե դուք չգայիք մոտենայիք, շատ շնորհակալություն ձեզ, որ գնահատում եք։ Այսպես պետք է լինի, որ կապ չունենա ում աղբերն է, ընկերն է եւ այլն։ Մարդը խնդիր ունի, պետք է լուծվի։ Սա է կարևորը։ Մերսի շատ։ Իհարկե։ Շատ շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։ Ձեր ընտանիքին բարևներ, տղաներին բարևներ։ Իհարկե հաճելի է, երբ ձեր արածը հիշում են եւ գնահատում են։ Սա արդեն առաջին դեպքը չէ, ես հասկացա, որ Պաստորեն շնորհակալ ժողովուրդ։ Շատ շնորհակալ, մեր ժողովուրդը իրոք շնորհակալ ժողովուրդ։ Գյումրիում են ընտիկինը որ մոտեցա։ Ես էլ ձեզ պահին դա էի ասում, որ մարդիկ ձեզ ճանաչում են որպես մարդու իրավունքների պաշտպան եւ այդ պահին այդ մարդը հենց խոսեց դրա մասին, որպես ապացույց իմ խոսքերի։ Գիտեք, մեր ժողովուրդը իսկապես շնորհակալ ժողովուրդ է եւ խնդիրը հենց դա է, որ գիտեք, մենք տեսեք, ես այսքան մարդկանց մենք օգնել ենք, աջակցել ենք, անհատական խնդիրներ են լուծվել եւ երբեք չեմ իմացել անգամ ում մասին է խոսքը։ Ես նրանց էլ եղել է նաեւ չեմ էլ տեսել, բայց հարցը լուծել են։ Այ մեր երկիրն էլ այդպես պիտի ղեկավարություն ունենա, կապ չունենա ցանկացած բնակավարում, եղբայրը թե, չգիտեմ, բարեկամ, քերի եւ այլն, հարց կա պետք է լուծվի, վերջ։ Այսա պետք է լինի։ Շնորհակալություն այ որ դուք եք այդ հարցին անդրադառնում։ Այո։ Անդրադառնում ենք հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին, իհարկե։ Սա Իջևանի կենտրոնն է։ Ահա այստեղ գետը։ Այսպես գարնանային վարար հրաշալի է իհարկե Իջևանի բնությունը։ Բնությունը զարթոնք է ապրում, զգացվում է գարնաշունչը, բայց չի զգացվում մարդկանց այսպես հետաքրքրությունների զարթոնքը։ Ինձ չհաջողվեց գոնե մեկի հետ զրուցելով ակտիվ իր կարծիքը հայտնելու ցանկություն ունենալ։ Օրինակ, բարև ձեզ, դուք Իջևանից եք։ Չէ։ Վատ է, որ քաղաքական ուժերը ընտրությունից ընտրություն են այցելում մարզեր եւ ընտրությունից ընտրություն են խոսում մարդկանց հետ։ Հենց այդ կտրվածությունը հանրությունից հանգեցնում է նրան, որ հանրությունը լավ չի ճանաչում, չի ընկալում հնարավոր այսպես տեխնատուներին։ Բարև ձեզ։ Ձեզ էլ են տվել հայ թերթիկից։ Կարդում եք։ Բայց ումա պետք է որ տվել է։ Ինչի։ Կարող է կարդաք, տեսնեք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները դրանում։ Լավն այն ապանալի։ Ով։ Ինչա որ կալդի։ Ով է։ Կարապետյանը։ Կարապետյանը։ Բա ասում էին Տավուշի մարզում, հատկապես Իջևանում Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են շատ։ Չէ։ Իջումար հետ։ Շատ չեն։ Շնորհակալություն իմ հարցերին պատասխանելու համար։ Թողում եք այդտեղ դա, թե տանում եք։ Էսա կետը դեպ քսել կորց։ Գետը գցեք։ Ափսոս է, գետը համել չի կարելի աղտոտել։ Գետը չգցեք, հայրիկ ջան։ Խնդրում եմ։ Խնդրեմ։ Ասում է, հեսա կետը դեմ գցիլ նախընտրական թերթիկը։ Բարև ձեզ, ձեզ նախընտրական թերթիկ տվեցին։ Այո։ Դուք պատրաստվում եք բոլորին հետևել, բոլորի առաջարկները կարդալ, ծանոթանալ, հա։ Փորձել։ Իսկ ունեք արդեն նախընտրած տեխնատու, թե նոր եք կողմնորոշվում։ Անպայման։ Չեք ասի։ Ափսոս։ Ափսոս որ չեք ասի։ Ասա ում բեզում բտել ասա։ Ուզում եմ իմանալ ինչ եք մտածում այսօր մեր ընտրությունների մասին։ Ինձ համար միևնույնն է, ես հարգում եմ ձեր կարծիքը։ Ես կարծիք եմ անունները չեմ ճանաչում։ Բա ո՞նց եք ընտրելու։ Չեմ մոտ հսեմ որա ում ընտրում չի։ Ում եք հարցնելու։ Ինչ ասեմ ես։ Դուք ում եք հարցնում սովորաբար։ Ես դեմ չտանում։ Մարդու իրանքների պաշտպանն է, այլ դադ ռազմիկ, որ ժամանակին Շնորհակալություն ձեզ ռազմիկ։ Շնորհակալություն։ Ես չեմ ասի։ Ահա, ահա այսպես։ Ես ուզում եմ ցույց տալ, թե որքան գեղեցիկ է Իջևանը, այս այգին, այստեղ կան բազմաթիվ այսպիսի քանդակներ, հուշարձաններ, քանդակներ, որովհետև խորհրդային տարիներ շարունակ ամռանը Իջևանում անցկացվում էին սիմպոզիումներ քանդակագործության, հիմնականում
Եվ խորհրդային տարբեր պետություններից եւ արտասահմանյան պետություններից գալիս էին քանդակագործներ այստեղ աշխատում եւ իրենց աշխատանքը թողնում Իջևանին ու գնում։ Այսպես այս այգին ստացավ աշխարհի տարբեր քանդակագործներից այսպիսի գեղեցիկ արվեստի նմուշներ։ Այստեղ իրոք կան։ Ափսոս, որ ահա այսպիսի վիճակում է եւ չի երևում, օրինակ սա ում աշխատանքն է, աշխատանքը հրաշալի է, բայց հեղինակին տեսնել չեն կարող։ Ինչքան ես հասկացա, պահպանված չեն հեղինակների մասին տեղեկատվության տախտակները, բայց միևնույնն է հրաշալի են այս քանդակները եւ սա պատկերացնեք ինչպիսի հզոր, ինչպիսի օգտակար նախաձեռնություն է եղել դեռ խորհրդային ժամանակներում եւ ինչպիսի նվեր է ստացել այս քաղաքը տարբեր քանդակագործներից։ Իրոք սա մի անգնահատելի բան է։ Այս բլոգը վարեց Շաքե Ավոյանը, այս պահին ես դեռ Իջևանում եմ, քիչ անց կավարտենք նախընտրական քարոզչության օրը եւ շարունակեք հետևել մեզ Հրապարակ TV-ի հարթակում, կներկայացնենք ձեզ բոլոր թեկնածուներին։